Ողջույն, մեծ ու փոքր իմ սիրելի բարեկամներ, այբենարան, դասի թեման դասարանում, նախ եկեք վերհիշենք ինչ էր պատմությունը, պատմությունը նախադասություններից կազմված պատում էր, պատմությունը մեր ունի վերնագիր, այն լինում է երկար և կարճ, պատմությունը գրվում է մեծատառով, նախադասությունը գրվում է մեծատառով, նախադասության ավարտին դրվում է վերջակետ, ասացինք պատմություն ունի սկիզբ, վերջ, ընդհանուր մի պատում է, նախադասություններից է կազմված, որոնք են նախադասությունները, նախադասությունները բառեր են, որոնք միմյանց ձեռքը բռնած, կանգնած են և մի միտք են արտահայտում, նախադասությունը գրվում է մեծատառով, վերջում է, դրվում է վերջակետ, իսկ ո՞րն էր բառը, տառերի միասյությունը, որը իմաստ է արտահայտում, տառերի ճիշտ դասավորվածությունը կոչվում է բառ, բառը ինչերից էր կազմված, վանկերից, բառը ուներ մասեր, դրանք վանկերն էին, իսկ վանկերը տառերից, հնչյուններից, ապա ո՞րն էր հնչյունը և տառը, հնչյունը միայն արտասանում և լսում ենք, իսկ տառը գրում և կարդում ենք, մենք ասում ենք ուսուցիչ և չենք տեսնում ուսուցչին, իսկ երբ ասում ենք ուսուցիչ և տեսնում ենք ուսուցչի նկարը, դա նույնն է, ինչ տեսնենք տառի պատկերը, հնչյունի պատկերը, տառը, այսինքն տառը մեր արտաբերած հնչյունի պատկերն է, նկարն է, որը միայն գրում և կարդում ենք, իսկ հնչյունը արտասանում և լսում ենք, խոսեցինք հնչյունի մասին, հնչյունները լինում են ձայնավոր և բաղաձայն, ինչի ձայնավոր, ձայնավոր հնչյունների ժամանակ մեր բերանի միջի ապարատը, գործարանը, որը կազմված էր լեզվից, ատամներից, կոկորդից, չի խանգարում այդ հնչյունի արտաբերմանը և մենք շնչում ենք, երբ որևէ օդի միջոցով ձայն ենք արձակում, օրինակ հնչյուն որևէ, միշտ լեզուն, ատամները կամ կոկորդը խանգարում են նրանց, իսկ ձայներ կան, որոնք մենք արտաբերում ենք հնչյուններ և նրանց ոչինչ չի խանգարում, այսինքն ոչ լեզուն, ոչ ատամները, դրանք ձայնավոր հնչյուններն են, ա, ի, ու, օ, է, դրանք ձայնավոր հնչյուններն են, իսկ երբ ասում ենք բ, գ, դ, բ-ն երկար հնչել չի կարող, նրան արագ վազելով օգնության է գալիս ձայնավորը, որպեսզի նա երկար արտասանի, բ, կարճ, բայց ն միշտ օգնության է գալիս, դրանք բաղաձայն հնչյուններ են, մենք կարողանում ենք վանկատել, գիտենք, որ վանկերը լինում են միավանկ, երկվանկ, բազմավանկ, վանկատելուց միշտ ասում ենք, հիշեք երեխաներ, բառը առանց ձայնավորի չի լինում, վանկը առանց ձայնավորի չի լինում, եթե բառում կա երկու վանք և հեգելու, վանկատելու ժամանակ ծափ ենք տալիս և տեսնում ենք, որ երկու վանք, ուրեմն նրա մեջ պարտադիր երկու ձայնավոր է, եթե երեք վանք է, երեք ձայնավոր է, դրա համար բառը հեգելուց պիտի ասենք մեկ վանք, մեկ ձայնավոր հնչյուն, երկու վանք, երկու ձայնավոր հնչյուն, տեսեք, այստեղ դասարանում նկարում պատկերված է մեր դասարանը, չէ, սխալվեցի, սա մեր դասարանը չէ, եթե ուշադիր նայենք, պատի պաստառները մերը չեն,
Մեր դասարանում նույնիսկ բույս չկա։ Ապա եկ համեմատենք նկարի դասարանը քո դասասենյակի հետ։ Ինչն է տարբեր, ինչն է նման։ Միգուցե սկսենք ուսուցչուհուց։ Ուսուցչուհին ունի երկար վարսեր, ունի կարճ վարսեր։ Ինչպես է հագնվում նա։ Տարեց է, թե ավելի երիտասարդ է, նախ համեմատենք ուսուցչուհուն։ Ուսուցչուհու սեղանը դրված է սենյակի աջ մասում, թե ձախ մասում։ Հիշի քո դասարանը և խոսի այդ մասին։ Իսկ քանի շարքից են բաղկացած քո դասարանի սեղանները։ Տեսեք, այստեղ 3 շարքից է և ամեն շարքում երկուական նստարան կա։ Իսկ քո դասարանում քանի նստարան կա։ Քանի շարքից է կազմված։ Հաշվիր երեխաների քանակը և համեմատիր։ Քո դասարանի աշակերտներն են շատ, թե տվյալ նկարի աշակերտները։ Այդքան անելուց հետո ասա ինձ, երբ դու դասարան ես մտնում, թակում ես դուռը, ասում ես ներողություն, կարելի է մտնել, իսկ կարելի է արդյոք ուշանալ դասից։ Պատմիր այդ մասին։ Ասա ինձ սիրելիս, դու սիրում ես բույսեր, իսկ քո դասարանում բույսեր կան։ Ինչ բույս կա դասարանում, ով է այն խնամում, արդյոք դու խնամում ես։ Իսկ ձեր դասարանում գրատախտակ կա։ Քանի գրատախտակ է։ Գրատախտակի վրա ինչ ենք անում, ինչի համար է այն նախատեսված։ Արդյոք քո ուսուցչուհին ունի համակարգիչ։ Այսքանը երեխան պիտի պատմի նկար պատմության մասին։ Այնուհետև նկար պատմությունից դուրս բերի բառերը և հեգիան անկատի գտնի ձայնավոր հնչյունի տեղը և նշի այն։ Օրինակ, սա տետր է կամ գիրք։ Տ, է, տ, ռ, գ, ի, ր, ք։ Երկու ձևով էլ, որ հնչյունային վերլուծության ենթարկենք, կտեսնենք, որ երկրորդ տառը հնչյունը ձայնավոր է և այն ներկված է վարդագույնով։ Դու կարող ես կարմիրով ներկել։ Իսկ բաղաձայն հնչյունները ներկված են կապույտով։ Դրված է վանկային կորը։ Մեկ ձայնավոր, մեկ վանք։ Չէ, շփոթվեցի, սա տետր չէ, գիրք է։ Եթե տետր լիներ, ուրեմն երկու վանք կլիներ, տետր։ Այստեղ թաքնված տառը կա։ Ձեզ շփոթեցնելու համար ես ասացի։ Այո, լինում են վանկեր, որոնք թաքնված ձայնավոր ունեն, որի մասին մենք չգիտենք։ Դրանք գաղտնավանք են։ Այդ մասին դու կանցնես տառերը սովորելու ժամանակ։ Եթե այդպիսի բառեր հանդիպես, չշփոթվես։ Եթե վանկատես ու նկատես, որ ձայնավոր չես գտնում, իմացի, որ դա գաղտնավանք է։ Իսկ այստեղ գիրք է, մեկ վանք, մեկ ձայնավոր հնչյուն։ Հաջորդ նկարը պատկերված է բույս, բ, ու, ե, ս։ Հեգինք, բույս, մեկ վանք, ուրեմն ունի մեկ ձայնավոր հնչյուն։ Երկարացնելով կարդանք, բույս։ Նկատում ենք, որ առաջի տառը բ-ն է, բույս։ Բ-ն բախաձայն է, ներկում ենք կապույտ։ Ու, երբ որ երկար հնչեցրեցինք, տեսանք, որ ուն ձայնավոր է, ներկեցինք կարմիր։ Ե, ս կարճացվեց և երկուսի ե հնչյունի և ս հնչյունի կողքը կանգնեց տառը։ Այո, սրանք բաղաձայններ են։ Ներկում ենք կապույտ։
Հաջորդը պահարան, պահարան, 3 վանք, ուրեմն ունենք 3 ձայնավոր հնչյուն, 3 կոր պիտի արվի այստեղ, հիմա տեսնենք, որտեղ է գտնվում մեր ձայնավոր հնչյունը, նախ եկեք կետեր կդնենք այստեղ պ, ա, հ, ա, ժ, ա, ն, նախ մատիտով կեզրագծենք այս կետագծերը, որպեսզի ստանանք բառի գծապատկերը, այնուհետև տառերի տեղը կորոշենք ու կողքերը երկար գծիկներ կդնենք, գծիկները դնելուց հետո պա կնկատենք, որ առաջի տառը պ-ն է և այն բաղաձայն է, կներկենք կապույտ, երկրորդ տառը ա ձայնավոր է կարմիր, հ բաղաձայն կապույտ, ա ձայնավոր, ժ բաղաձայն, ն պա հա ժ ա նորից ն ձայնավոր և բաղաձայն և վանկերը պիտի տանենք ըստ ձայնավորի, պա եկավ ային կպավ, հա հաջորդը նորից ային կպավ, ժան, ժ անը մեկ կորի մեջ, նույնը ուսուցիչ և սեղան, աթոռ բառերն ենք անում։ Այս դասից այսքանը, մտապահիր և հիշիր, փորձիր ձեր տան իրերը նույնպես հեգել և հնչյունային վերլուծության ենթարկել, նախ սկսի մի վանկանի բառերով, ասա մի վանկանի բառեր, այնուհետև հեգիր, հետո հնչյունային վերլուծության ենթարկիր, այսքանը սիրելիներս, կհանդիպենք, երբ հանդիպենք։